Տիկին Մկրտչյան հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ անմիջականորեն չի մասնակցելու համապետական ընտրություններին, եթե կարող եք ասել ինչով է պայմանավորված որոշումը եւ ինչ ձևաչափով է լինելու մասնակցությունը, օրինակ խոսակցություններ կան, որ կուսակցության անդամները կարող է տարբեր կուսակցությունների կամ քաղաքական ուժերի մեջ մտնելով մասնակցեն կուսակցություն։ Նախ որոշման մասին հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ խնդիր չկա իշխանության գալու, իշխանությունում տեղեր, աթոռներ ունենալու կամ ազգային ժողովում որևէ կարգավիճակով ունենալու մանդատներ։ Ես կարծում եմ 2018 թվականից մեր վարքագիծն է դրա մասին խոսում, անշեղ վարքագիծը այն գաղափարների հետ, որոնք մենք հռչակել ենք եւ աննահանջ պայքարում ենք 2018 թվականի առաջին օրերից այս դավաճանների, այս իշխանազավթների դեմ։ Այս որոշումը նաև դրա շարունակությունն է, որովհետև մենք որևէ ձևական process-ի, Նիկոլի հետ ընտրական process-ների մասնակցելու կամ որևէ կերպ ունենալու ինչ որ գործընթացում մեր ձևական իմաստով մասնակցությունը, որը չի բերելու, ինքնըստինքյան չի հանգեցնելու իշխանափոխության եւ Նիկոլի վռնդելուն, մենք այդտեղ չկանք։ Մնացած հիմնավորումների մասով ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք ճիշտ տեղում եք եւ ճիշտ պահին, ձեզ կխնդրեմ մի փոքր ուղակի սպասել եւ նախագահը ամբողջությամբ մանրամասն կներկայացնի եւ հիմնավորումները, եւ պատճառը, եւ մեր անելիքները։ Դուք կհամոզվեք, որ հանրապետականը շարունակում է նույն կերպ մնալ սկզբունքային այն ելակետերի հետ, որոնք ինքը հռչակել է։ Մեզ համար կարևոր է երաշխավորված Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախ, ինքնիշխան, ներքին կայունությամբ եւ անվտանգային համակարգով։ Դրա համար մեզ պետք է առանց Նիկոլ Հայաստան եւ հանրապետականի ծրագիրը դրա մասին է։ Մկրտչյան, այնուամենայնիվ հանրապետական կուսակցությունը աջակցում էր անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, այս պահի դրությամբ դեռևս որևէ վերջնարդյունք չենք տեսնում, հավատում եք, որ ընտրություններով հնարավոր կլինի իշխանափոխություն անել։ Այո, մենք հավատում ենք ու շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։ Շատ դժվար է, որովհետև ցավալիորեն մեր շատ ընդդիմադիր գործընկերներ նախընտրում են նիկոլական օրակարգով շարժվել եւ շատ շուտ սկսել են Նիկոլի կազմակերպած ընտրական process-ների մեջ ներգրավումը։ Ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ, վերջի օրերն էլ ձեզ համար լրացուցիչ ապացույց են իմ խոսքերից զատ, որ Նիկոլը չի ապահովելու արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Նիկոլը պատրաստ է կալանավորել 18-ամյա աշակերտի, Նիկոլը պատրաստ է կալանավորել կանանց, ապօրինաբար ազատազրկել յուրաքանչյուրին միայն մեկ պատճառով, եթե զգում է, տեսնում է կա համարժեք արդար եւ գիտակցված հակազդեցություն իր դեմ։ Ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլևս խաբելը գործիք եւ միջոց չէ իշխանությունը պահելու համար։ Այլևս Նիկոլ ընտրել է վախը եւ այս մի 2-3 ամիս է անդադար, որ ասում են գնում ենք քաղաքացիների մոտ, գնում ենք դռնեդուր, ինքը չի գնում համոզելու, հավատացեք, ինքը չի գնում խաբելու, ինքը գնում է մեկ բան անելու, գնում է վախեցնելու, ցույց տալու, որ եկեղեցում էլ կկալանավորեմ, ցույց տալու, որ ձեր տանն էլ եմ կալանավորելու, դուք հանգիստ չունեք, եթե իմ դեմ եք պայքարում։ Ինքը այս գործիքակազմը կիրառել է եւ հանրապետական կուսակցության համագումարին, հանրապետական կուսակցության ղեկավարի, երրորդ նախագահի ելույթում ես վստահ եմ դուք կգտնեք բոլոր այն անհրաժեշտ պատասխանները մեր որոշման ու ամենակարևորը հետագայում պայքարելու ու Նիկոլին հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը։ Ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն վարքագիծը, որ պարբերաբար թիրախավորում է արցախցիներին, այնուհետև մեղարականով է հանդես գալիս, նշում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ նմանատիպ այլ խոսույթներ։ Դուք ասում եք, որ ինքը ներողություն է խնդրում եւ ասում, որ թյուրիմացություն է, ոչ, ինքը բեմադրում է հրապարակային պատժիչ տեսարաններ, ցույց տալու, որ որևէ մեկի համար ինքը չի ունենալու բարեգթություն, արդարամտություն կամ արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում չի գործելու։ Ինքը մեզ վստահեցնում է, որ ունի նիկոլահպատակ, մասնագիտական եւ մարդկային արժանապատվությունից զուրկ համակարգ եւ այդ համակարգը պատրաստ է անել ամեն ինչ։ Մանկահասակ երեխային եւ իր մայրիկին ստորացնել եւ նվաստացնել հրապարակային, բռնաճնշումներ ենթարկել անչափահասներից մինչեւ աշակերտներ եւ ուսանողներ, ցանկացածին ով իր դեմ դուրս կգա։ Ես կարծում եմ այս գիտակցումն է, որ մեզ պիտի բերի իրական պայքարի պայմանների եւ իրական պայքարի ձևերին, որտեղ Նիկոլը քաղաքական գործիչ չէ,
որ մենք մտածենք ինքը լավ թե վատ քաղաքական գործունեության տրամաբանության մեջ է։ Նիկոլը առավել եւս երբևէ չի եղել պետական գործունեության մեջ, որ մենք մտածենք թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ոչ, դրանք նպատակաուղղված գործողություններ են հայ ժողովրդի դեմ վախեցնելու եւ ցույց տալու, ոնց էր ասում, ինձ կհիշեցնեք, հանգիստ վերընկեք տեղներդ։ Բոլորիդ լցնելու եմ ԱԱԾ պատվալները։ Սրանք մեսիջներ են յուրաքանչյուր հայի, բայց ես խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս վախկոտից հանգարց չվախենալ եւ տուրք չտալ այս սպառնալիքներին, որովհետեւ հակազդեցությունը իզորու է սրան վռնդել եւ ունենալ հայկական իշխանությունում, հայկական պետությունում, ունենալ ինքնիշխանության երաշխավոր մարդիկ։ Տիկին Մկրտչյան Պուտին-Փաշինյան հանդիպումից ինչ տպավորություններ եք ստացել եւ հանդիպումից հետո հնչած ոչ հայտարարություններ ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար։ Ես Նիկոլի ցանկացած արտագնա այցից եւ այն ամեն ինչից ինչ որ իրենք անվանում են արտաքին քաղաքականության, մի շատ կոնկրետ արտաքին քաղաքականություն, մի շատ կոնկրետ պատկեր եմ տեսնում եւ այդ պատկերը հենց իր բառերով շատ հեշտ նկարագրելի է, ինքը ասում է կոշիկ լիզողներ։ Դա տիպիկ նկարագրությունն է իրենց, դա իրենց խարանն է դարձել եւ խարանն է դառնալու։ Իրենք կոշիկ լիզող են, իրենք հայկական ինքնիշխանությունը ծախելու հաշվին պատրաստ են անել ամեն ինչ։ Վերջերս մի մետաղի կտոր է իր կրծքին միշտ կրում, դա իր խարանն է, շատ լավ է։ Ինքը ընտրել է այդ խարանը եւ այդ խարանով ամենտեղ շրջելով ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիներին, թե ինչա թողել Հայաստանի Հանրապետությունից։ 42000 քառակուսի կիլոմետր Հայաստանի փոխարեն, հայրենիքի փոխարեն ինքը թողել է այն ինչ որ հիմա կրում է իր կրծքին։ Ընդ որում դուք չգիտեք, դա վերջնական տարբերակն է թե չէ, որովհետեւ եթե 1 ամսվա, 2 ամսվա ընթացքում մինչեւ հունիսի 7-ը իրան որևէ արտաքին քաղաքական կենտրոնից խնդրեն այն իրենց կներեք այս բառի համար ֆիրմա բառերով ոնց են ասում, back office-ներով, front office-ներով կարողանան խաբել մեր ժողովրդին, էլի ինչ որ հատված կտոր պոկեն կտրեն։ Ինքը դա սիրով կտա, երաշխավորելով իր աթոռը, որ ցանկացած բռնաճնշման անունը միջազգային կազմակերպությունները դնեն արդար եւ թափանցիկ օրինակ ընտրություններ։ Տիկին Մկրտչյան, Հայաստանի Հանրապետական Կուսակցության դիրքորոշումը ընտրություններին անմիջական մասնակցելու վերաբերյալ ինչ հնարավորություններ ունի այդ ձեր մատնանշած օրակարգերը կարգելու, ինչ հնարավորություններ եք տեսնում, եթե ուղիղ չեք մասնակցում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք ճիշտ տեղում եք եւ ճիշտ պահին, կխնդրեմ ուղղակի մի փոքր սպասել, որպեսզի Հանրապետության 3-րդ նախագահը, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում մեր որոշման հիմնավորումները, պատճառները, հետագա պայքարի ուղիները նշագծի։ Ես սիրով դրանից հետո մեկնաբանությունները կտամ։ Նաև իմպիչմենտի գործընթացն է ենթադրում այդ ուղենիշը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ մեր միասնականությունը եւ միավորումը հավատը ենք process-ին, որ Նիկոլին անհրաժեշտ է վռնդել առանց իր կողմից ձևականորեն կազմակերպվող ընտրական օրենսգրքի ինչ որ պայմանների, որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, ընտրական օրենսգրքի որևէ դրույթ չի պահվելու։ Հիմա դուք չեք տեսնում ինչա կատարվում։ Ասում են ընտրական օրենսգրքով խոստումներ տալ չի կարելի։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանը այցելում է ինչ որ տեղեր, ինչ որ մարդկանց տալով, քաղաքացիներին տալով ինչ որ խոստումներ։ Այցելում է ինչ որ տեղեր, ասում են չի կարելի սպառնալ, իբր դա էլ է քրիորեն պատժելի, բայց իհարկե ոչ Նիկոլի համար, որտեղ ոչ դատախազությունը, ոչ քննչականը դա չեն նկատելու։ Նիկոլը կարող է սպառնալ, կարող է ապօրինի կալանավորել, իրեն ամեն ինչ կարելի է։ Հետևաբար այդ ընտրական օրենսգիրքը իր պարագայում չի աշխատելու այնպես, ինչպես ինքը կներեք բառիս համար թքած ունի Հայաստանի սահմանադրության վրա։ Հետևաբար անվստահության գործընթացը հակազդեցության միջոց է միասնաբար Նիկոլին վռնդելու։ Ընդ որում ներողություն առանց ամբիցիա եւ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի որոշումը առայն, որ մենք չենք մասնակցելու, հենց դրա մասին է։ Մենք չունենք լրացուցիչ ամբիցիա մանդատների, կլինի դա իշխանական, կլինի դա ընդդիմադիր, կառավարությունում ինչ որ աթոռների։ Մեզ համար կարևորը ելակետն է եւ վերջնարդյունքը։ Տիկին Մկրտչյան, երբ եկաք իշխանության ընդդիմություն էիք, ասում եք, որ մենք մի օրակարգով ենք եկել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք։ Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում եք, բա եկել էինք մեզ հեռացնել, ինչի չստացվեց հեռացնել եւ մանդատը միայն ծառայեց նրան, որ գաք, աշխատավարձ ստանաք եւ գնաք։ Այս հարցի պատասխանը ունեք, ինչու չստացվեց հեռացնել իշխանությունը։
Այդ հարցի պատասխանը այն ողջ ընթացքում հենց իմ եւ իմ գործընկերների նկատմամբ իմ կողմից հնչեցված քննադատությունն է առայն, որ այս 5 տարիները որևէ արդյունքի չհանգեցրեցին։ Մենք այս 5 տարիների ընթացքում ազգային ժողով էինք գնացել բացառապես Նիկոլի դեմ երաշխավորված ձայն լինելու համար։ Այո, չենք հաջողել ու հենց դրա մասին է, որ պետք չի կրկնել նույն սխալները, գնալ Նիկոլի հետ ընտրությունների ու հայտնվել նույն իրավիճակում եւ նույն կարգավիճակում։ Մենք համարում ենք, որ դեռ ունենք շատ կորցրած իհարկե շանսեր, բայց դեռևս ունենք հնարավորություններ անվստահության գործընթացը իրացնելու ու մեզ նաև որպես ընդդիմադիր պատգամավորներ, մարդիկ, ովքեր մանդատ են ստացել Նիկոլին հեռացնելու համար, հեռացնել հենց այս ազգային ժողովով հնարավորություն տալով գոնե այն խոստումներից ամենակարևորը, որ մենք տվել էինք, գոնե այս վերջի ամիսներին իրականացնել։ Ինչ վերաբերվում է աշխատավարձերի մասով, ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ես չմասնակցելով նիստերին որևէ աշխատավարձ չեմ ստացել, բազմաթիվ անգամներ հրաժարվել եմ գործուղումներից, որտեղ համարում եմ, որ այն իշխանազավթները, ովքեր չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ չեն ծառայում Հայաստանի շահին, իրենց հետ ընդհանուր ոչինչ անել չի կարելի։ Այդ դահլիճում ներողություն, մինչեւ այս պահը իմ ներկայությունը պայմանավորված է ընդամենը մեկ բանով՝ Նիկոլի դեմ շարունակել լինել երաշխավորված ձայն եւ անհրաժեշտ պահի առանց երերալու տալ այդ ձայնը Նիկոլի դեմ։ Հանրապետականը հայտարարել է, որ ուղիղ չի մասնակցելու ընտրություններին, բայց ասում են այդուհանդերձ ունեն իրենց սրտի վարչապետի թեկնածուին, որին տակից աջակցելու են այսպես ասած։ Մենք ունենք մեր սրտի երազանքը, այդ սրտի երազանքը հետևյալն է՝ առանց Նիկոլ Հայաստան։ Մենք ունենք սրտի երազանք, որտեղ Հայաստանը կայուն է, պետությունը վերականգնված, իսկ սահմանները այնպիսին, ինչպիսին 2018-ից առաջ էին, անառիկ եւ արժանապատիվ զինվորով։ Դուք բացառում եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը։ Ես ամեն ինչ ուզում եմ անել, ամեն ինչ պատրաստվում եմ անել, այնպես ինչպես այս 7 տարիների ընթացքում եմ արել 2018 թվականից սկսած, որպեսզի նման բան տեղի չունենա, որովհետև շատ լավ հասկանում եմ, Նիկոլի վերարտադրություն նշանակում է Հայաստանի չգոյություն։ Ինքը նույն սխեմայով կործանել է Արցախը, հիշում եք, ասում էր ընդհանրապես նշաձող պիտի իջեցնենք, արդյունքում Արցախի հանրապետություն գոյություն չունի։ Հիմա Հայաստանի սահմանադրության, հայկական սահմանադրության վերաբերյալ ասում է, որ պիտի իջեցնի նշաձողը, նշանակում է իր տերերը, թուրքերն ու ադրբեջանցիներն իրեն արդեն հանձնարարել են։ Պիտի չլինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Ես շնորհակալություն եմ հայտնում։